Արտիքի կենտրոնական փողոցներում այսպիսի վիճակ էր 3 ժամը 15:30-ից սկսած։ Հորդառատ անձրևն ու կարկուտը հալեցրել էր Մողրովեն ծոր կոչվող տարածքում կուտակված ձյունն ու լցվել քաղաք իր հետ քանդելով ու փողոցներ բերելով ճանապարհին ինչ պատահել էր։ Այսպես վկայում էին արտիքցիները։ Հետո տեսա փոխել։ Ես մարտաշի փոխել։ Ես մեր չայրի կողմից է։ Հատա ձոր գտեն, այդ ձորի կողմից է ջուրը գալու։ Հիմա ինչ կա, ինչ է։ Արտիքցիների խոսքերով բնական աղետից տուժել են քաղաքի շուրջ 10 տներ, հեղեղը քանդել, քշել է տների պատերի քարերը։ Շատ տներում ջրի մակարդակը հասնում էր 40 սանտիմետրի, լուրջ վնասներ է կրել նաև կամուրջը։ Հավատաց մարդկանց տան գույքը բերավ, դուրը լուսամուտ բերավ։ То педерне педе. Ну ինչ է փերա, տա, Պետրո։ Ամեն։ Մեն դրել ընտեղ է, ահագին վնաս է տվել տատարանի կողմը։ Սեղ վերևն է վնաս տվել։ Չիտեն գումտից է, մեկ չեն հասկնա։ Մեկ ջրամբար է լինում վերևը։ Վախենած կտեք ջրամբարը չեղնի անգար։ Այս պահին սելավատարները վատ վիճակում են, որովհետև Արագածի լանջից շուրջ մոտ 2000 մետր բարձրությունից, 1800 մետր բարձրությունից այդ ջրերը հոսելու արդյունքում և ժայռաբեկորներ և մեծ քարեր և շատ մեծ քանակությամբ ողողված տիղմ և հող են բերել, դրա համար այս պահին դուք տեսնում եք անմխիթար սելավատար, բայց 3 կամ առաջ օրը կամ 1 շաբաթ առաջ սելավատարի վիճակը այդպիսին չի եղել։ Ջրի մեծ հոսքի հետևանքով քանդվել են նաև անասնակոմեր, սատկել անասուններ։ Վնասի չափերը դեռևս ճշտվում են, դեպքից անմիջապես հետո Արտիքի քաղաքապետարանում ստեղծվել է հանձնաժողով։ Մարզային կառույցների և տեղական իշխանությունների ուժերը կենտրոնացվել են նոր հնարավոր վթարային իրավիճակները կանխելու ուղղությամբ։ Սելավի պատճառով այդ հեղեղատարները լցվել են և որոշակի իմաստով այդ հեղեղատարի հունը փոխվել է, ջրաքանակ որոշ լցում է քաղաքի փողոցներ։ Ուսումնասիրվել է ամբողջ այդ ջրի հոսքի ուղղությունը, առանձին ուսումնասիրվել է, առանձին հատվածներում արգելիչ շերտ է ձևավորված, որպեսզի չթողնի ջուրը լցվի տները։ Առաջնային միջոցառումները ձեռնարկվել են վտանգավոր հատվածներում, ջրատարի վտանգավոր հատվածներում, որտեղ որ ջուրը ջրատարից դուրս, ափերից դուրս է եկել, այդ հատվածներում ունենք վնասված մի քանի տներ, այդ տների բնակիչները տարահանվել են, փառքասուզոհեր չունենք, տուժածներ չունենք, ամեն ինչ հսկողության տակ է, այս պահի տեղի իշխանությունների եւ բոլորիս վնասի չափերը հետագայում հանձնաժողովը մեկ օրվա կամ 1 ժամվա աշխատանք չի, ձևավորվի հանձնաժողով եւ հանձնաժողովի կողմից վնասի չափերը կճշտվեն։ Ինչ դեպքերի կողմից բնականաբար վնաս է տալիս, սա եղավ, տեղացի դերից վնաս է տալիս։ Հազիվ երեխեքի կամ դիդինը թափել են, երկրորդ հարգեները, քնկավ երկրորդ հարգեները։ Բայց չգիտենք ինչ է։ Անվտանգության նկատառումներից ելնելով Արտիքում հոսանքազրկվել էին որոշ թաղամասեր, չէր գործում նաև գազամատակարարումը։ Ժամը 21-ի դրությամբ թեև անձրևը դադարել էր, սակայն փողոցներով դեռ վարար առվակներ էին հոսում։ Մարինե Դերբենյան, Մարտին Սուքիասյան, Ուրագից։